Բարի ուշ երեկո սիրելի հայրենակիցներ, ինչպես ասել էի երեք պետք է դիմում ներկայացնեինք, ուրեմն ասացի, որ եթեր կմտնեմ, այդ մասին կտեղեկացնեմ, դիմում պետք է ներկայացնենք ուրեմն Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի դատաբժշկական ուրեմն գիտագործական գլխավոր կենտրոն Այսօր այդ դիմումը պատրաստել էինք, որպեսզի ներկայացնեինք, բայց փաստորեն գնալով այնտեղ 16:00-ից անց էր արդեն, մենք գիտենք, որ 18:00-ն է մինչև աշխատում, բայց փաստորեն մինչև 16:00 են դիմումները ընդունում։ Դրա համար այսօր ուրեմն չհասցրեցինք դիմումը մուտք անել, բայց վաղ առավոտյան անպայման դիմումը մուտք կանենք, դիմումը պատրաստ է։ Ուրեմն դիմումի վերաբերյալ ձեզ ցանկացա տեղեկացնեմ, ինչպես մնացած դիմում բողոքներից վերաբերյալ եմ տեղեկացրել իմ եթերների ժամանակ։ Ուրեմն դիմումը հետևյալ բովանդակությունն ունի, թույլ տվեք ընթերցեմ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության գիտագործնական կենտրոն, կենտրոնի տնօրեն Արթուր Միքայելի Պետրոսյանին, Արման Ալբերտի Գալստյանից, հարգելի պարոն Արթուր Միքայելի Պետրոսյան, Սույն դիմումով հայտնում եմ, որ քրեական վարույթի շրջանակներում կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալուց հետո գտնում եմ, որ այն լիարժեք չի պատասխանում փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ փորձագետի առջև դրված բոլոր հարցերին եւ չի պարունակում բավարար գիտական ու մասնագիտական հիմնավորումներ։ Մասնավորապես փորձագետի առջև դրված հարցերից մեկը վերաբերում է վնասվածքի առաջացման մեխանիզմին, ինչպես նաև այն հանգամանքին, արդյոք վնասվածքը կարող էր առաջանալ որոշմամբ նկարագրված ժամանակում եւ հանգամանքներում։ Սակայն ներկայացված եզրակացությունից երևում է, որ փորձագետը սահմանափակվել է միայն վնասվածքի առկայության, բնույթի եւ որոշ ընդհանուր բժշկական նկարագրության ներկայացմամբ, առանց հստակ կամ առնվազն հավանական մասնագիտական եզրահանգման այն մասին, ինչ մեխանիզմով է առաջացել վնասվածքը, երկրորդ, արդյոք այն համապատասխանում է իմ կողմից ներկայացված առաջացման հանգամանքներին, երրորդ, արդյոք վնասվածքի առաջացման ժամանակահատվածը համատեղելի է քրեական վարույթի նյութերում նշված դեպքի ժամանակի հետ, եւ ինչու հնարավոր չէ նման եզրահանգման գալ, եթե փորձագետը նման հնարավորություն չի ունեցել։ Փորձագիտական եզրակացության մեջ բացակայում է նաեւ մասնագիտական պատճառաբանությունը, թե ինչ հիմքերով է փորձագետը ձեռնպահ մնացել նշված հարցերի վերաբերյալ եզրակացություն տալուց, մինչդեռ փորձագիտական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն փորձագետը պարտավոր էր իր ուրեմն եզրակացության մեջ ներկայացնել ոչ միայն հետազոտության արդյունքները, այլև դրանց հիման վրա տրված գիտականորեն հիմնավորված եզրահանգումները փորձաքննության նշանակման մասին որոշմամբ առաջադրված հարցերի շրջանակներում։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից բխում է, որ փորձագիտական եզրակացությունը պետք է լինի լրիվ, պարզ, հիմնավորված եւ հնարավորություն տա վարույթ իրականացնող մարմնին գնահատելու ապացույցի արժանահավատությունն ու վերաբերելիությունը։ Եթե փորձագետը չի կարող պատասխանել առաջադրված հարցին, նա պարտավոր է նշել դրա պատճառները եւ դրանք հիմնավորել։ Վերօգնալից ելնելով գտնում եմ, որ տվյալ փորձագիտական եզրակացությունը թերի է, քանի որ չի պարունակում վնասվածքի առաջացման մեխանիզմի եւ առաջացման ժամանակի վերաբերյալ հստակ կամ հավանական մասնագիտական եզրահանգում, ինչի հետևանքով չի ապահովում փորձաքննության նշանակման նպատակների լիարժեք իրականացումը։ Ուրեմն այս ամենի մասով խնդրում եմ վերանայել ներկայացված փորձագիտական եզրակացությունը դրա լիարժեքության եւ հիմնավորվածության տեսանկյունից։ Անհրաժեշտության դեպքում
նշանակել լրացուցիչ կամ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, փորձագետի առջև կրկին դնելով վնասվածքի առաջացման մեխանիզմի առաջացման հավանական ժամանակահատվածի եւ դեպքի նկարագրված հանգամանքներին համապատասխանության վերաբերյալ հարցերը, տրամադրել պատճառաբանված պատասխան այն մասին, թե ինչու փորձագիտական եզրակացությամբ չեն տրվել հստակ կամ հավանական պատասխաններ փորձաքննության նշանակման մասին որոշմամբ առաջադրված նշված հարցերին։ Հարգանքով Արման Ալբերտի Գալստյան։ Սա վաղը առավոտյան ուրեմն մուտք կանենք, ուրեմն դատաբժշկական գիտագործական կենտրոն, որպեսզի հասկանանք, թե այս ինչն է պատճառը, որ սենց ոչ նախ սպին դուք նշել եք, որ սպի կա, սպիի չափերը նշել եք, բայց սպիի վաղեմության ժամկետը դա ձեր մասնագիտական ուրեմն որակի մասին է խոսում։ Դուք պետք է անպայման սպիի ուրեմն վաղեմության ժամկետը կարողանայիք նշել։ Այն պարագայում, որ ես հաղորդման մեջ եմ մոտավորապես որն է հստակ ժամանակը ասել, երբ է դեպքը տեղի ունեցել, դա էլ է ձեզ հուշում, որ դուք ըստ այդմ նաև հասկանաք համապատասխանում այդ դեպքի օրվա հետ, չի համապատասխանում։ Մի խոսքով դա ձեր մասնագիտականն է։ Բացի դրանից ես ասել եմ ինչի հետևանքով ա եղել։ Դուք ոչ մեխանիզմն եք առաջացման նշել, ոչ էլ բանը, ինչ են ասում։ Ուրեմն վաղեմության ժամկետը։ Մի խոսքով այս մասին այսքանը դատաբժշկական կենտրոնի մասով այնտեղ ինձ ասեցին, որ իբր թե դիմումների մասով դուք պետք է դիմեք ուրեմն քննչական կոմիտե, Երևանի եւ Նուբարաշեն քննչական կոմիտե, որտեղ որ վարույթը նախաձեռնվել է, բայց ես նրանց ասացի, որ ես շարունակ արդեն երկարուձիգ շաբաթներ եւ օրեր են փորձում եմ դիմում ներկայացնել այն մասին, որ միջնորդություն ներկայացնեմ, որ դիմեմ, որպեսզի լրացուցիչ փորձաքննություն տեղի ունենա, բայց ինձ ասում են այսօր հարմար չի, մենք ձեզ կզանգահարենք, հիմա մենք զբաղված ենք ու սենց շարունակ, ուրեմն անդադ այսօր վաղն են այս հարցը դնում եւ վերցնում։ Եվ հարցը չի լուծում։ Այսինքն սա էլ է նաև մի հատ վիճակ ապահովում, որովհետև եթե իմ դիմումը վերցնեին 20 օր առաջ կամ 16-ին ամսի, հունիսի 16-ին եկել է պատասխանը, դատաբժշկական եզրակացություն։ Եվ հունիսի 16-ից հաշվեք, արդեն մոտավորապես 14 օր հունիս ամսից, այսօր էլ ամսի 7-ն է։ Այսինքն համարյա թե 21-22 օր։ Բա 22 օր առաջ, երբ որ ես հենց այդ նույն օրը կամ հաջորդ օր ամսի 17-ին ուրեմն միջնորդությունս վերցնեին, դիմումս վերցնեին, արդեն նոր ուրեմն մենք կունենենք դատաբժշկական լրացուցիչ եզրակացություն։ Նոր արդյունքներով։ Աստորեն 20 օր իմ ժամանակից նորից իմ ժամանակը մսխեցին, ձգձգեցին։ Հիմա ես նոր 20 օր անց նոր դիմում եմ ներկայացնում, հələ պետք է ես դիմումի պատասխանը ինձ տան, հələ պետք է մի հատ էլ նորից Երևանի եւ Նուբարաշեն քննչական կոմիտե, նորից միջնորդություն բացի ես դիմումից ներկայացնեմ, նորից նույն բովանդակությամբ։ Դուք պատկերացնում եք, ասենք ինչ են անում ընդհանուր առմամբ։ Ու սենց շարունակ 8 ամիս, այսի 8-րդ ամիսն է, հոկտեմբերի ուրեմն 28-ից։ Հոկտեմբերի 28-ը իմ համար անիծված օր է, պատկերացնում եք, հոկտեմբերի 28-ից սենց ինձ առավոտից իրիկուն, բոլոր գերատեսչություններով, բոլոր ուժային կառույցներով, այստեղից այնտեղ Արմանը պետք է վազվզի, սենց ուրեմն գնա գա, ժամանակ են ձգում։ Ինչի համար եք այս ժամանակը ձգում։ Ինչ եք ուզում, աղվեսի գլուխը որտեղ է թաքնված, ասեք տեսնեմ։ Ես վաղը բացի այս դիմումը մուտք անելուց հակակոռուպցիոն կոմիտեել եմ դիմում ներկայացնելու, որպեսզի կոռուպցիոն մեխանիզմը հասկանանք, որովհետև ստեղից կոռուպցիայի հոթել է գալիս։ Հասկանանք, տենանք, ստեղ մարդիկ գումար են կերել, կաշառք են վերցրել, ինչ որ գումարի դիմաց են գործողություններ անում, ձգձգում ժամկետներ, կամ օգտվելով իրենց ուրեմն լիազորություններից, չգիտեմ, միակողմանի քննություն են տանում, թե ինչ են անում, ես չեմ հասկանում, այս ինչ է կատարվում։ Կամ ինչ ընտանեկան բռնության մասին է խոսքը։ Հիմա ուզում եմ անդրադառնամ ուրեմն այս մասով տիկին ուրեմն Աննա Հակոբյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը։ Ուրեմն Նյու Յորքից ձեր ելույթի ժամանակ տիկին Հակոբյան, դուք ընտանեկան բռնությունից խոսեցիք
Ինչպես նաև ընտանեկան բռնության մասին տվյալներ հայտարարեցիք, մասնավորապես այն մասին, որ ցիտեմ ձեր խոսքերը, թույլ տվեք, աշխարհում ապրող ամեն երրորդ կին, ասեցիք, ըստ Միացյալ Ազգերի կազմակերպության, ուրեմն անցկացրած հետազոտությունների, ուրեմն հետազոտությունների ընտանեկան բռնության մասով աշխարհում ապրող կանանց թիվը կազմում է 4 միլիարդ 130 միլիոն։ Այսինքն աշխարհում 4 միլիարդ 130 միլիոն կին կա։ Հետո ասեցիք, որ ստացվում է աշխարհում բռնության է ենթարկվում ոչ ավել, ոչ պակաս 1 միլիարդ 380 միլիոն կին։ Ասեցիք, որ դրանից հետո Հայաստանում գործունեություն են ծավալում սոցիոլոգիական հարցումներ կատարող ուրեմն կազմակերպություններ եւ դրանցից մի քանիսին ուրեմն ղեկավարներին նրանց ուրեմն կազմակերպության անուններով ուրեմն թվարկեցիք։ Մասնավորապես ուրեմն ասացիք, որ Էպրիկա կազմակերպությունն է, որի ղեկավարն է Մարիամ Մխիթարյանը, հետո ասացիք հետազոտական ռեսուրսներ Կովկասյան կենտրոնն է, որի ղեկավարն է Լիլիթ Եզեկյանը, մյուսը ուրեմն Պրիզմա կենտրոնն է, որի ղեկավարն է Լիաննա ուրեմն Փափազյանը, ուրեմն մյուսը APR Group ընկերությունն է, Էլինորից Լիաննա Բալյան, իսկ մյուսն էլ ուրեմն կրթական հետազոտությունների եւ խորհրդատվությունների կենտրոն ղեկավարն է Մարինա Գալստյանը։ Եվ սա ասելով ասացիք, որ ուրեմն այս ընտանեկան բռնությունների մասով ուրեմն պետք է նրանք սոցիոլոգիական հարցումներ կատարեն, ուրեմն կանանցից, թե ինչքան կանայք են ուրեմն ընտանեկան բռնության ենթարկվում։ Միևնույն ժամանակ կանանց ուրեմն հորդորեցիք, կոչ արեցիք, որ նրանք չամանչեն, որ իրենք բռնության են ենթարկվում եւ այդ մասին արձագանքեն, ասեն այդ մասին, այսինքն դուրս է գալիս ինչ։ Ուրեմն ես եթե ճիշտ եմ հասկացել ձեր ելույթից, ուրեմն պետք է սոցիոլոգները, այսինքն այս 5 կազմակերպության Հայաստանում գրանցված կազմակերպությունների սոցիոլոգները դուրս գան փողոց աղանդավորների նման, հա, փողոցում անցնող կանանց հետ սոցիոլոգիական հարցումներ կատարեն։ Օրինակ կանգնացնեն, ասեն կներեք, դուք ընտանիք ունեք, դուք ամուսնացած եք, ուրեմն ձեր ընտանիքում ձեր ամուսինը ձեզ բռնության երբևիցե ենթարկել է կամ դուք ենթարկվում եք, հա։ Այս ձևաչափով դուք այս ձևաչափի մեջ եք պատկերացնում օրինակ այդ տվյալ կազմակերպությունների այդ սոցիոլոգների, ասենք, սոցիոլոգիական հարցման ձևաչափը։ Կամ ինչ պետք է անեն, պետք է գնան բնակարանները, բարձրանան շենքերը, դռները տուկ-տուկ տան, ասեն բարև ձեզ, ուրեմն ձեր ամուսինը ձեզ բռնության ենթարկում է։ Այսինքն ես ուղղակի չեմ պատկերացնում, այդ ոնց պետք է արվի այդ ամեն ինչը։ Կամ այդ ամեն ինչը արվում է ինչի համար, որպեսզի մենք իմանանք, թե կանայք բռնության ենթարկվում են, թե ոչ։ Բոլորի ընտանիքներում լինում են կենցաղային հարցերի շուրջ տարատեսակ բազմաթիվ ուրեմն կենցաղային հարցերի շուրջ խոսակցություններ, անհասկացվածություն։ Օրինակ լինում է, որ Ղարիբ պապիկը պայմանականորեն Չակերտների մեջ առավոտից իրիկուն հայոյում է ասեն խոսքի օրինակ։ Տարիներ շարունակ մեր Ղարիբ պապին է ասել, մեր թաղի Ղարիբ պապին է։ Ինքը տես տան մեջ մի 4 հատ հարց ունի, 5 հատ հարց ունի։ Իրանք հարմարվել են Ղարիբ պապին։ Ղարիբ պապին է 76 տարեկան մարդ։ Հիմա ինչ ենք անելու, գնալու ենք Ղարիբ պապիկին ընտանեկան բռնություն, ուրեմն հոդվածով 195 հոդված կիրառենք եւ Ղարիբ պապիկին ուրեմն ձերբակալման որոշում կայացնենք եւ տանենք ձերբակալենք։ Ուտենց հետո ասենք խոսքի օրինակ ասեմ կնոջս հայրը օրինակ ինքը տենց բնավորություն ունի առավոտից իրիկուն երակները սենց տնգստում է ու սենց գոռում է ամբողջ փողոցով մեկ իր ձենն են լսում ու տենց ինքը հիմա իմ կնոջս հայրը ի՞նչ է բռնարար է։ Այսինքն իմ կնոջս մայրը պետք է ուրեմն հաղորդում տա իր ամուսնու վրա։ Եվ ընտանեկան բռնության հոդված կիրառեն, ուրեմն Ղևոնդ Նորիկի Ալլահվերդյանի նկատմամբ։
Ու տեն շարունակ մեր հայազգի բոլոր ընտանիքները պետք է մտնեն, այսինքն սա այս ծրագիրը իսկ դուք չեք կարծում Տիկին Հակոբյան, որ այս ծրագիրը կարող է նպաստել ուրեմն բազմաթիվ ընտանիքների ուրեմն քայքայմանը, բաժանմանը, մատի ու մատնիքի արանքը մտնելուն, ասենց ժողովրդավարական լեզվով ասեմ, այսինքն հիմա մենք սրանով նպաստում ենք լավ բան ենք անում, թե մատի ու մատնիքի արանքն ենք մտնում, իսկ մենք կարող է հակառակ ռեակցիա ստանանք, հակառակ ինչ-որ մի պրոցես ստանանք, օրինակ մեր ոստիկանության բաժիններում, քննչական կոմիտեներում, օրինակ առավոտից իրիկուն ընտանեկան բռնություն քննեն, մոռանան էլ արդեն մեկ ուրիշ գործերի մասին ասենք, գողության մասին, սինթետիկ հաճույքների մասին, պլանի կլադների մասին մարիխուանայի ու տես մնացած հանցագործությունների մասին, ապօրինի զենգզինամթերքի մասին ու առավոտից իրիկուն ընտանեկան բռնություն քննեն։ Ես կողմ եմ, ես դեմ չեմ Տիկին Հակոբյան, որ ընտանիքում բռնություններ լինելուն կողմ չեմ ես ինքս դեմ եմ եւ պետքա մարդը պակասը շիզոֆրենիկ լինի կամ հոգեկան հիվանդ լինի կամ չգիտեմ ասենք ոչ adekvat մարդ է, հետո ուզում որ բռնություն լինի։ Եվ առհասարակ ոչ միայն ընտանիքում, առհասարակ հասարակության մեջ ամենուր եք։ Ոչ մեկ բռնությանը կողմ չի։ Կամ եթե դուք բռնության նայեք, օրինակ 4 վիճակներ եք ասում, չէ՞, ֆիզիկական բռնություն, ուրեմն հոգեբանական բռնություն, այնտեղ ուրեմն սեռական բռնություն, 4-րդը չեմ հիշում ինչ այնտեղ գումարի հետ կապված, հա, ինչ որ գումարից կախվածություն, այնտեղ ցիտում եք, ասում եք կշմտել, չգիտեմ, վախեցնել, սպառնալ, չգիտեմ, կամ բռնաբարել, լսեք ամուսինը կնոջը բռնաբարելը, ինչ լսել ենք, այդ մի բանը չեմ լսել։ Ամուսինը կնոջը ինչ պետք է բռնաբարի։ Հա, այսինքն կամքին հակառակ պետք է իր հետ ինչ անի, ասենք խոսքերով հարաբերվի։ Մենք ես ուզում եմ հասկանամ, մենք ես ուր ենք եկե մտել ենք հայկական, ավանդական, նահապետական ընտանիքներ։ Արդեն դնել ենք այդ խնդիրը, հանել ենք, բարձրաձայնել ենք, որ ինչ անենք։ Այսինքն սա եվրոպական ծրագիր է, ներմուծված Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն մենք ուզում ենք լավ բան անենք, բայց այս լավ բանի հետևանքով կարող ենք ես կարծում եմ կարող է վատ ռեակցիա ստանալ։ Որտեվ ամեն դեպքում նորից եմ ասում, սա Հայաստանի Հանրապետությունն է եւ սա հայ ազգն է, էլի, չգիտեմ։ Օրինակ Հունաստանում ուրիշ օրենքներ կան, օրինակ Աֆրիկայում ուրիշ օրենքներ կան, օրինակ Իրանի Պարսկաստանում, Իրանում ուրիշ օրենքներ կան, հասկանում եք։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրինակ պոնչո անելու համար, Տիկին Հակոբյան, պոնչո անելու համար, ուրեմն տղամարդուն կամ տվյալ անձնավորությանը ուրեմն պատասխանատվության են ենթարկում։ Ինչի համար, օրինակ ասում դու ինչ իրավունք ունես իմ երեխային ոչ թե կշմտես, այլ պրոստը sense են որ մենք հայկական ձևով ասում ենք, ես ինչ պոնչո երեխա է, սես պոնչո ենք անում։ Ասում կարող է դու չես լվացվել, ասում քո ձեռները կեղտոտ են, ու դու երեխային պոնչո ես անում։ Պատկերացնում եք։ Ու sense դիքո օրենքներ կա, էլի ամեն դեպքում։ Տարբեր օրինակ մեր երկրում օրենք կա որ դրսում սիգարետը օրինակ մեքենայի բանից պատուհանից դուրս շպրտել չի կարելի դա ուրեմն վարչական իրավախախտման վերաբերյալ օրենքով տուգանքի արժանի բայց մեր երկրում չկա օրինակ օրենք որ յուրաքանչյուր ուրեմն քաղաքացի եւ այլ ազգի քաղաքացի ոտ դնելով Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս հասարակական միջավայրը աղտոտելու համար օրինակ սիգարետ գցելու համար կդուգանվի ասենք խոսքի օրինակ նա X գումարով ես հələ չեմ տեսել որ ոստիկանությունը ասենք կամ չգիտեմ որևէ մի կառույցի տրված լինի այդ հասարակական կարգի կոնկրետ հենց այդ վիճակը որ մենք մեր երկիրը կեղտոտ չլինի ասենք մաքուր լինի Ուզում ասեմ տարբեր տեսակի երկրներ տարբեր տեսակի օրենքներ ունեն հա էլի եկեք պայքարենք բռնության դեմ ես նորից եմ ասում 2-0 կողմ եմ Ես էլ օգտակար լինեմ իմ ռեսուրսով, իմ ինֆորմացիայով, իմ ձեր ասած սոցիոլոգիական հարցումներով, մեր ինֆորմացիաներով, որտեղ ինչ կա, բայց ինչ վերաբերվում մենք մտնենք տաները ամեն մեկին, չգիտեմ, օրինակ ես ձեր ասելուց ես տենց հասկացա, որ պետք է տվյալ այդ կազմակերպության սոցիոլոգները դուրս գան դուրս, ոնց պետք է անեն սոցիոլոգիական հարցումները։ Ինչի հիման վրա պետք է անեն, դուրս գան դուրս հարցնեն, չէ՞, արդյոք դուք բռնության ենթարկվում եք թե ոչ։ Հետո դի գնան բնակարանները, չէ՞։ Իսկ ինչքանով է դա, չգիտեմ, այդ ձևաչափը, ասենք ճիշտ։
Էսի էս մասով։ Հետո ես ուրիշ բան ասեմ։ Դուք ասում եք կանայք 1.5 միլիարդ կանայք, այսինքն այնտեղ 1 միլիարդ 380 միլիոն է, կլորացնում եք, ասում եք 1.5 միլիարդ։ Լավ, ընդունենք 1.5 միլիարդ կանայք են։ Բայց այս 1.5 միլիարդ կանայք ասում եք չի կարող լինել, ասենց վստահաբար եք ասում, որ 1.5 միլիարդ կանայք սխալ լինեն։ Այսինքն 1.5 միլիարդ կանայք բոլորը ճիշտ են։ Եվ բոլորը անմեղ տեղը ենթարկվել են ընտանեկան բռնության, թե տղամարդիկ են նաև ենթարկվել բռնության, որի հետևանքով ուրեմն կինը եւս ենթարկվել է բռնության։ Այսինքն առաջնային մասը, չէ՞ որ լոգարիթմային հռոմեական բոլոր տվերը սկսվում են 0, 1, 2, 3 ու տեն շարունակ։ Այսինքն եղելա չէ ինչ որ շարժառիթ։ Ենթարկը կարա լինի օրինակ այսպես, եկեք պայմանականորեն օրինակ մի հատ բերենք։ Կարա լինի որ օրինակ կինը ուրեմն տղամարդուն սադրի, տղամարդուն սաբոտաժանի, պրովոկացիայի ենթարկի, օրինակ անբարո բառեր ասի, նվաստացնող, չէ՞ որ դուք ասում եք նվաստացնող բառերներ են ուրեմն անարգանքը, նվաստացնող բառերը, ուրեմն արժանապատվությանը կպնելը, դրանք էլ են, չէ՞, հոգեբանական բռնության տեսակներ։ Կարա որ բռնության ենթարկի։ Օրինակ այդ ամուսինը ինչ պետք է անի։ Այդ ամուսինը ընդհանրապես ոչ մի ռեակցիա չպետք է տա, ուրեմն միանգամից պետք է զանգի, ասի ալո, բարև ձեզ ոստիկանություն։ Դա դուք եք։ Ուրեմն վերցեք ինձանից հաղորդում։ Իմ կինս ինձ անբարո բառեր է ասում։ Իմ կինս ինձ պրովոկացիա է անում։ Իմ կինս ինձ սադրում է։ Իմ կինս ինձ սենց է անում, հա։ Այսինքն ինչ ենք անում։ Մենք ընտանիքներում ստեղծում ենք մի հատ վիճակ, որ կինը տղամարդու վրա հաղորդում տա, տղամարդը կնոջ վրա հաղորդում տա, ու սենց մեր ընտանիքները քանդվում են։ Մեր ընտանիքները առավոտից իրիկուն քանդվում են։ Ինչ որ մի հատ անհասկացվածության պատճառով եկեք ավելի լավ ուշադրությունը կենտրոնացնենք օրինակ նարկոդիսպանսերում գրանցված ուրեմն ընտանիքների վերաբերյալ օրինակ որ ընտանիքում ամուսիններից մեկը այս պարագայում տղամարդը նարկոդիսպանսերում է գրանցված օրինակ ցիգլադոլ, գալիդոլ, տրավմադոլ, մեթադոն տեսակի դեղեր է ստանում, պայոկ է ստանում պետությունից, որ կարող է հավասարակշռությունից դուրս գա։ Հիվանդություններ ունեցող ուրեմն տղամարդկանց վրա ուշադրություն դարձնենք, կամ ասենք, չգիտեմ, մորֆինիստ է, կամ բենզինիստ է, կամ ինքը մի 7-8 սրոկ դատվածություն ունեցող, ասենք, անձի անհատականությունն է, որը որ ագրեսիվ է, սաղկյանքը բերդերն է անցկացրել, գաղութները, մի խոսքով հասկանում եք, սենց տանջում է իր ընտանիքին, ասենք, մանյակի պես։ Ես սրան կողմ եմ։ Այդ խեղճ աղջիկն էլ առավոտից իրիկուն ձեռը տարիներ շարունակ, երկարոցի տարիներ շարունակ, ուրեմն կրակն անգի այդ աղջիկը։ Ի վերջո իր ամոթ աբուրը պահելա, չի ուզում ասենք ոչ մեկին ասի, ասում է դե վերջը իմ ընտանիքն է, չքանդվի, երեխեքի խաթր, սենց ինձի, ուրեմն մնում է իր տան մեջ։ Այս մասով ես ձեր հետ համաձայն եմ, բայց ինչ վերաբերվում է սենց աննշան բաների, օրինակ ես դեպք գիտեմ, որ երեխան գնում է դպրոց, այնտեղ հարցնում են երեխային, ասում են մաման պապան տանը քեզի նեղացնում են, կարողա քեզի խփում են, կարողա քեզի սենց են անում, ասում է չէ, չեն խփում, ասում է իսկ անկյուն կանգնացնում են, հա, ասում է անկյուն կանգնացրել են, իսկ անկյուն կներեք Տիկին Հակոբյան, ես ամենայն հարգանքով ձեր անձի անհատականության վերաբերյալ, ձեզ անկյուն Տիկին Հակոբյան կանգնացրել են, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ձեզ եմ դիմում, ձեզ անկյուն կանգնացրել են, ինձ անկյուն կանգնացրել են, այո, իմ ծնողները, եւ ինձ թվում է որ հայազգի 99%-ին իրենց ծնողները բոլորիս էլ անկյուն են կանգնացրել։ Օրինակ ասել են գնա կանգնի անկյուն խոսքով, դաստիարակչական ինչ-որ սենց ձև։ Ինչ այդ անկյուն կանգնացնելը ինչ է ասենք խոսքերով։ Կամ ասենք տուտուզին սենց կամանց չեմ ասում խփեն, բայց սենց չնայած ես ընդհանրապես կողմ չեմ երեխայի վրա ձեռ բարձրացնելու, բայց եղել է, չէ, բոլորիս ընտանիքներում եղել է այդպես բաներ։ Մենք խոմ չենք կարա բացառենք։ Հիմա օրինակ այդ դեպքը, որ ասում եմ, ես գիտեմ, որ այդ դեպքի կապակցությամբ այդ տվյալ դասատուն, որ ասել է, հիմա երկուսի ծնողները, համ մորը, համ հորը տարել են Չոբանքյարայի բերդ։ 2 ամսյա կալան խափանման միջոցը։ Այդ երեխեն մնացել է բանը, տատիկի հյուսին, մաման, պապան Չոբանքյարայի բերդում են։ Թե կարծեմ կինը Աբովյան քրեակատարական հիմնարկումը տղամարդն էլ ուրեմն բանը ամուսինն էլ Չոբանքյարայի ուրեմն բանը քրեակատարական հիմնարկումը։ Հիմա ես ինչա ճիշտ է։ Կամ մի հատ աննշան կապտու կլինի վրան կամ ինչ-որ մի բան լինի, հա լղկածը լինի, քիթը աշկը թափածը լինի, չգիտեմ ես իմիշտ տևական ժամանակ, միշտ այդ աղջիկը ծեծ ու ջար, չգիտեմ ես իմիշտ մի ռեցեդեվիստի ընտանիք լինի, հասկացանք, բայց թացը չորի հետ խառնենք, այդ դուս եկա, որ ես հայազգի 90%-ի տաները սաղինը կքանդենք։ Ասա սաղի տաները կքանդվի, այ ձեր ցավը տանը։
Հիմա կոնկրետ, դուք նայեք, ասում եք ընտանեկան բռնություն, հենց հիմա ես բռնության եմ ենթարկվում։ Հենց հիմա 8 ամիս շարունակ Հայաստանի Հանրապետության բոլոր ուժային կառույցները, դատարանը, դատախազությունը, ձեր ամուսինը Նիկոլ Վովայի Փաշինյանը վարչապետ, ուրեմն բոլորը տեղյակ եք իմ վիճակի մասին, ոչ մեկ ոչ մի ձևի չի նպաստում սա։ Միակողմանի, ասենք, կինը երեխա, կամ այդ աջակցման կենտրոն կոչված է։ Ես դատ եմ տալու այդ կանանց աջակցման կենտրոնին, անպայման։ Թե հայաստանյան դատարանում, թե եվրոպական, թե միջազգային, թե Հաագայի քաղաքացիական մոտեցումների վերաբերյալ ուրեմն կոնվենցիայով։ Հաագայի դատարաններ եմ դիմելու, դեսպանատներ եմ դիմելու Տիկին Հակոբյան, որտեղ տվյալ աջակցման կենտրոն այցելելուց ուրեմն ոտ դնելուց հետո երրորդ օրը իմ կինը ուրեմն կապնվել է իր քրոջ հետ եւ քրոջը ասել է, որ ես ուզում եմ Արմանից բաժանվել։ Պատկերացնում եք, որ աբսուրդ է դա իմ համար, որ Ռուզաննան իմ կինը կարող տենց բան ասի։ Այսինքն սա նախորոք պլանավորված, ծրագրավորված, ուրեմն իմ գլխին սարքվել է։ Ու ես դառել եմ քավության նոխած ու ոչ մեկիդ վեճին չի, թե իմ հետ, իմ կյանքի հետ, իմ 7 երեխաների հետ ինչ է կատարվում։ Հիմա երեխաներին է սովորացրել, չերեզ երեխեք, սենց կուլիսային զանավեսկի հետևը պահկված, սենց բաներ են անում։ Բայց հիմա ես բռնության եմ ենթարկվում ձեր աչքի առաջ։ Տիկին Հակոբյան, պարոն Փաշինյան, ուժային կառույցների ներկայացուցիչներ, պատկան մարմիններ, բա ինչի՞ չեք արձագանքում, ինչի՞ չեք այս հարցով օպերատիվ անապահ միջոցներ ձեռնարկում։ Տիկին Հակոբյան, դուք ինչի՞ չեք ինձ աջակցում։ Պարոն Փաշինյան, ինչի՞ դուք ինձ չեք աջակցում։ Ես եկա ձեզ դիմեցի, ասացի, նորից եմ ասում, նորից եմ խնդրում, նորից եմ դիմում։ Ուզում եք իմ ընտանիքը քանդվի, ուզում եք իմ ընտանիքը քայքայվի, ուզում եք այդ 7 երեխաների վիզը ծուր մնա։ Բա ասում եք, դուք Տիկին Հակոբյան, ասում եք պետք է խաղաղ լինենք, պետք է սիրով լինենք, համակեցության կանոններին հետևենք, սենց անենք, նենց անենք։ Բա եկեք համակեցության կանոններին հետևենք, բա եկեք հաշտեցրեք, բա եկեք տարեք ուրեմն այն պլատֆորմի վրա, որ ես ու եւ իմ կինս հաշտ համերաշխ ապրենք։ Սիրով ապրենք, երջանիկ ապրենք, թեկուզ եւ մեր մեջ ինչ որ մի տարաձայնություն է եղել, թեկուզ եւ մեր մեջ ինչ որ մի կենցաղային հարցերի շուրջ խոսակցություն է եղել, անհասկացվածություն է եղել, անհամաձայնություն է եղել, կասկած է եղել, ինչ որ եղել է։ Բայց դուք ինչ եք անում։ Ուրեմն արգելք եք դրել սահմանի վրա։ Ոչ ցամաքով եմ կարող դուրս գամ երկրից, ոչ ուրեմն կարող եմ օդանավականով դուրս գամ, օդով։ Բոլոր տեղերով քննչական կոմիտեներով ինձ զբաղացնում են, ժամանակ են ձգում, որևիցե մի բան չեն անում։ Այն պարագայում, որ նորից եմ կրկնում, ես այս ընտանեկան բռնություն, ուրեմն բառը կապակցության, առհասարակ բռնարար անձնանատականություն լինելու հետ կապ չունեմ։ Ապտակել, այո, կապտակել եմ։ Իսկ կներեք Տիկին Հակոբյան, ձեր ամուսինը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեզ չի ապտակել երբևիցե ձեր կյանքում, մինչև վարչապետ լինելը։ Ձեր ամուսնական կյանքում ընդհանրապես ձեզ ուրեմն չի ապտակել։ Որ մեկից հայրը իր մորը չի ապտակել։ Չեմ ասում ծեծել, բոքսերով խփել, չգիտեմ ես ինչեր անել, լղկել, կողքերը ջարդել, քիթը փշրել, չէ, այդպես բաներ չեմ ասում, ապտակել։ Իսկ լավ ինչի համար է ապտակել։ Լինում է, չէ, որ մարդիկ պայտակ իրանց էմոցիաներին են տրվում, կամ ամբիցիաներին, կամ էս կամ են։ Իսկ դրա համար հիմա ինչ դնենք մարդու տունը քանդենք, կամ սպասենք այնքան ոչ մի բան չանենք, մինչև մարդիկ իրանցով, ասենք, մեկի գլուխը ուտենք, հանգստանանք, էլի, հա։ Կամ Տիկին Հակոբյան ջան, դուք ձեր բանում հայտարարության մեջ ուրեմն ասում եք հանցագործության մասին հաղորդում եք տալիս։ Ասում եք տվյալ ուրեմն հոգեբանը փոխանակ ուրեմն ինքը օգնություն ցուցաբերեր տվյալ ընկճված կնոջը, ընտանեկան բռնության ենթարկված կնոջը, ուրեմն ինչ արե, պայմանադրել։ Դուք էլ ասիք, որ ես ապշած եմ այդ փաստից, թե ոնց կարելի է դες բան անել։ Իբր թե ասեցիք, ուզեցել է իր արևին, ուրեմն յանի իր աշխատանքը ջուրը չգցի։ Հիմա նա հանցագործենք մենք նրան որպես տեսնում, թե չենք տեսնում։ Բա հանցագործա, բա ինչ է։ Բա փոխանակ մարդուն այդ հոգեհուզական, այդ ստրեսիկ, այդ վիճակից հանի, ինքդ մարդու դեմ պայմանադրում, ասում որ մարդու մոտ էլ չետաս, տունդ եթե քանդվելուն համաձայնես, եթե դու համաձայնես, որ քո տունը պետք է քայքայվի, քանդվի, երեխեքիդ վիզը ծուր մնա, դու անմարդ կնի կլնես, սաղ կյանքը տտես սպիտակը կպցնես ճակատիդ, ուտես մանգաս, հարց չկա, ես քեզի օգնում եմ։ Եթե չէ, ուրեմն ես քեզ չեմ օգնում։ Ուրեմն կնոջս էլ է տենց արել այդ աջակցման կենտրոնի հոգեբանները։ Պայման են դրել դեմը։
Հիմա այս աջակցման կենտրոնները ճիշտ են աշխատում։ Ես էլ կարող եմ ասեմ, որ այս կանանց աջակցման կենտրոնները հոնորարներ են ստանում Եվրոպայից, USAID-ից, OON-ից, մյուսից տարբեր կազմակերպություններից, ուրեմն այս գրանտների հոնորարների հիման վրա, ուրեմն իրենք նման գործողությունների շարք են ապահովում։ Ինչ է կատարվում։ Բա 25 օր շարունակ ուրեմն ես անհետաձգելի միջոց եք իմ վրա կիրառում 25 օր շարունակ ասում ենք բերեք առերեսման, դուք չեք բերում առերեսման, գիտեք ինչի չենք բերում Տիկին Հակոբյան առերեսման, որովհետև եթե երրորդ օրը բերեին կնոջս առերեսման, ես ու կինս իրար հետ կբարիշեինք, կհաշտվեինք, ուրեմն իրանք այդ գումարից կզրկվեին, հասկացաք։ Այսինքն օրական 22500 դրամ 8 հոգու համար հոնորար են ստանում, այն է 7 երեխա կինն էլ հետը միասին, իրանք այդ հոնորարից կզրկվեին։ Այսինքն 3 օրվա մեջ ընդամենը կաշխատեր ուրեմն 67000 դրամ։ Բա ինչի համար 67000 դրամ աշխատի, եթե կարա աշխատի 30 օրվա ընթացքում օրինակ բանից Եվրոպայից գրանտ քաշի 4.800.000 դրամ։ Դրա համար 25 օր շարունակ չբերեցին, բերելուց էլ բերեցին ուրեմն վարույթ իրականացնող մարմնի քննչական կոմիտեից փախցրեցին տարան, հա 25 օր չեն ենթարկվել քննչական կոմիտեին։ Բա մի հատ քննչական կոմիտեի Ռոման Մախմուդյանին, նրա տեղակալին Գառնիկ Գալստյանին, ավակ քննիչ Հովհաննիսյան Տիգրանին, բա մի հատ կանչեք, պարզաբանեք, հարցրեք, բա այդ ինչի հետևանքով այն 25 օր ձեր չեն ենթարկվել կանանց աջակցման կենտրոնը, ինչու ձեր պահանջներին չեն ենթարկվել։ Բա կանչեք, հարցրեք, պարոն Փաշինյան, ցույցում տվեք, թող կանչեն հարցնեն։ Պարոն Արթուր Պողոսյան, քննչական կոմիտեի նախագահ Հայաստանի Հանրապետության, ձեր քննիչների մասին է խոսքը, ձեր քննչական կոմիտեի ղեկավարի մասին է խոսքը, բայց չեք ուզում հարցնել 25 օր շարունակ կանանց աջակցման կենտրոնը ինչու է չարամտորեն ձեր ուրեմն պահանջներին չի ենթարկվել եւ ինչու է խոչընդոտել վարույթ իրականացնող մարմնի ուրեմն իրավունքները եւ պարտականությունները իրացնելու 25 օր քննիչը էլ խնդրելով, էլ բացատրելով, էլ ասելով ուրեմն նոլ վնիմանի ոչ մի ձևի չբերեցին, չենթարկման քննչական կոմիտեին։ Քննչական կոմիտեն ասաց հորդորում ենք 10:00-ին բերեք չբերեցին, մյուս 10:00-ին բերեք չբերեցին, երրորդ 10:00-ին բերեք չբերեցին, 11:00-ին բերեք չբերեցին, 12:00-ին բերեք չբերեցին։ Ու սենց ձգեցին 25 օր։ Այդ տարբեր պատճառաբանություններով։ Էլ որ իրանք կոնֆլիկտային կողմեր են կարող բերկենան իրար քաշ քշեն, իրար վրա գոռան, այդ իսկ պատճառով մենք մտածում ենք որ կրկնազոհության պատճառ կդառնա Ռուզաննան, այդ իսկ պատճառով չենք բերել, այն մյուս անգամը հիմա ինչու չենք բերել, հիմա չենք բերել, որովհետև բեն բազմա ուրեմն մասնագիտական թիմի վերլուծության արդյունքում մենք ունենք դիրքորոշում, ինչպես նաև Ռուզաննայի հոգեհուզական վիճակը հաշվի առնելով նրա դիրքորոշումը ուրեմն վարույթ իրականացնող մարմին առաջարկում ենք 1 ամիս ժամկետով ուրեմն վարույթը հետաձգել էլի չբերեցին։ Այն մյուս անգամ, քանի որ հանրային Մարթի Արման Գալստյանը մենք ունենք հավաստի աղբյուրներից ինֆորմացիա, որ վարույթ իրականացնող մարմինը նրա անձով պայմանավորված ունի կաշկանդվածություն, այսինքն կանչական կոմիտեն իր ամբողջական կազմով վախենում է ինձանից։ Պատկերացնում եք, ցանդվելու բան, խելագարվելու բան։ Տիկին Հակոբյան, Տիկին պարոն Փաշինյան, ուրեմն Արթուր Պողոսյան, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, պատկերացնում եք դուք ինչի մասին է խոսքը։ Եվ այսպես ցնդաբանություններ ասելով, որը որ ոչ մի իրականությանը չի անպատասխանում, առանց հիմքի, առանց փաստի, առանց առարկական կոնկրետ խոսակցության ու կոնկրետ էսել սա գրություններով էլեկտրոնային։ Զանգում ես 2 բառ խոսում ես, հեռախոսը տրուպկեն կախում են վրա, այդ կանանց աջակցման կենտրոնը, սեպուի 1 դրոպ 2, դրանց օֆիսի հասցեն։ Ոնց ուզում խոսում են, ինչու ոսկի պատասխան չեն տալի, դաժե քրոջը չեն տալի սեփական, դաժե նրան, դաժե ինչ-որ sense ինչ-որ գործելա բան, ձևաչափի մեջ գործունեություն են ծավալում։ Հիմա սա ի՞նչ է, լավ չեմ հասկանում։ Կոնկրետ տուն քանդելու հիմնարկը ուրեմն էս հիմնարկը։ Ու մենք թույլ ենք տալի, որ այս հիմնարկը այս երկրում գործունեություն ծավալի նման ձևաչափով։ Բա մենք ինչ ենք ստուգումներ անցկացնում։ Այս պետական վերահսկողության ծառայությանն եմ դիմում հիմա։ Պետական վերահսկողության ծառայությունը ինչի՞ չի այցելում կանանց աջակցման կենտրոններ։ Ուրեմն կոչ եմ անում ձեզ, խնդրում եմ ձեզ, պետական վերահսկողության ծառայության պետին, պետական վերահսկողությանը, գնացեք ստուգումների, գնացեք տեսեք մի հատ այդ ոնց են աշխատում։ Ամեն մեկի պատմությունը մենք լսեք, մի հատ գնացեք նրանց ամուսիններին լսեք, մենակ կանանց մի լսեք, մի հատ ամուսիններին առանձին լսեք, տեսեք ամուսինները ինչ են ասում։ Մեդալը մենակ մի երես չունի, 2 երես ունի։ Չի կարելի էլի, ասենք էսի ճիշտ չի սենց։ Այսօր գնացել եմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Նորից ինձ իրավաբանական խորհրդատվություն են տանում։
Նորից ասում եմ Ազիժան, ասում եմ ես էլի ամիսներ առաջ եկել եմ իլրում իմ դիմումների, նորից ձեզ դիմում ներկայացրել։ Դե ասում եմ 7 օր անց է, հասկանում եմ 8 օր անց է, բայց 8 ամիս էլ անցել է եւս։ Հիմա դուք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ինչ անում, մարդու իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում, բայց դուք խորհրդատվություն եք ուղղակի տալի։ Փաստաբանի ծառայություն եք մատուցում, հասկանում եք։ Այդ յուրաքանչյուր փաստաբան կարող է այդ խորհրդատվություն տա կամ յուրաքանչյուր բան իրավաբանական կրթություն ունեցող մարդ, որը օրենքներից տեղյակ է։ Հիմա պատկերացնում եք իմ հոգին վազում է ստեզերքով մեկ։ Բերեք իմ երեխեքին բերեք։ Ես մինչև 24 ժամը վրես անցնում եմ, ոնց որ մի տարի անցնի վրա, պատկերացնում եք։ Այսքանը սիրելի ժողովուրդ, Ռուզաննա իմ կնոջն եմ դիմում, նորից եմ քեզ խնդրում, նորից եմ քեզ հորդորում, վերկաց տուն արի, իմ հետ կապնվի, երեխաներից թույլ տուր հետը խետները խոսամ, երեխաներից թույլ չեմ տալի խոսամ, առավոտից իրիկուն զանգում հեռախոսը չեմ վերցնում, ով դրա բարոյական իրավունք ունի, ես չեմ հասկանում, հենց հիմա ես բոլորի աչքի դեմ բռնության եմ ենթարկվում, ոչ մեկ էս արդյոք չի զբաղվում։ Ոչ մեկ չի ասում աղջիկ ջան, բայց դու ով ես որ այդ երեխեքին զրկես նրանց հոր հետ խոսալուց։ Ասում երեխաները չեն ուզում քո հետ խոսան։ Ասում կներես որ երեխաները օրինակ մի տարեկան երեխան չի ուզում իմ հետ խոսալ, կամ 3 տարեկան երեխան չի ուզում իմ հետ խոսալ։ Ինչ ես դու խոսում։ Այդ քո լոլոներին, հեքիաթներին ով է հավատալու։ Կարող է երեխաները չուզենան օրինակ տուն գան։ Ասեն այսօր տուն չեն գալի։ Ասելուց ոչինչ դե լավ որ դուք չեք ուզում տուն գաք, ուրեմն տուն եկեք, հա? Կարող է երեխաները ասում են մենք ուզում ենք այսօր գիշերային ակումբ գնանք։ Անչափահաս երեխաների մասն է խոսքը։ Կարող ասես, հա, ես համաձայն եմ, գնացեք, դե որ ասեն, բախ ես թույլ տվե որ գնան գիշերային ակումբ քո երեխաները, բա դու ցանողն ես, բա դու ինչի համար ես, ասես դե բա ես ի՞նչ կարող անեմ, երեխաները չէին ուզում, նրանք ուզում էին գիշերային ակումբ գնային։ Ու 14 տարեկան երեխան գնա գիշերային ակումբ կամ 13 տարեկան։ Էս ինչ եք խոսում դուք։ Լսեք ուշքի եկեք։ Ռուզաննա ուշքի եկեք։ Բոլորիդ դիմում եմ Ռուզաննայի մորը, իմ զոնքաջին, քրոջը, մյուսներին, նորից եմ ասում, շուտ շատ արագ ուշքի եկեք, խելքի եկեք, ամոթա։ Դուք ինքներդ ձեզ ուրեմն խայտարակում եք, մասշտաբները մեծացնում եք, ծավալները շատացնում եք։ Վերցրու այդ երեխեքին, զանգի իմ հետ կապնվի, ինչքան է գումարա, տոմսա, ինչա, վերցրու ու արի տունդ։ Արի տուն ու պարզենք հասկանանք ես ինչ շղթայաց տեղ աշխատել ու ինչի ազդեցության տակ ես հայտնվել այդ տեղը։ Մի թույլ տուր ինձ նորից եմ ասում։ Ես փակագծերը բացեմ, սկսեմ խոսել եւ իրականությունը ամբողջությամբ պատմեմ հանրությանը եւ պատկան մարմիններին եւ մնացածին։ Ես հələ թրաֆիկինգի ուրեմն 6-րդ վարչություն չեմ դիմել, նախկին 6-րդ վարչություն։ Որտեւ ոստիկանության բաժիններում թրաֆիկինգի մասով գործ չեն քննում։ Որ հասկանանք սա ինչ է, սա կոնկրետ թրաֆիկինգ է։ Ազդեցության տակ ընկած նայ, կընկած ալուկուլ են արել, առևերցի տարել։ Անդեղ իսկ կնիկն էլ ինչ պարզաբանում տալիս է քննիչին, մյուսին իր հերահար հարցակնության ժամանակ քննիչը դի որպես դոգմա ընդունում է, որ դա հա տենց է։ Բանա որ իր ասելիքը դա դոգմա է, բայց Արմանի ասելիքը դոգմա չի։ Դե եկեք ինձ էլ դետեկտոր լժի միացրեք, ինձ էլ դրեք պոլիգրաֆ ուրեմն սարքով հարցակննեք, իրան էլ պոլիգրաֆ սարքով հարցակննեք։ Դուք քրեադատավարական լիազորություններ, քրեադատավարությունը ձեզ չի տալի, որ դուք ունենաք պոլիգրաֆ սարք, դրա համար ես ասում հատուկ քննչական ուրեմն կոմիտեում։ Նորից եմ ասում եվրոպական դիտորդների ուրեմն անմիջական մասնակցությամբ։ Ես էլ հարցակննվեմ, կինս էլ հարցակննվի, նաև հարցակննվեն այն մարդիկ, ովքեր կասկածյալ են այս գործի մեջ, որոնց անունները ուրեմն անպայմանորեն կգա ժամանակը կտա։ Այդ ժամանակը մի ժամից կգա, վաղը կգա, ցերեկը կգա, այդ էլ հանգամանքները կպարզեն, կհասկանան։ Հիմա էլի նորից պարզաբանումների մեջ ենք, դառել եմ հետախույզ։ Դառել եմ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, դառել եմ, չգիտեմ, ոստիկան, դառել եմ դատախազ, դառել եմ դատավոր։ Բոլորի տեղը ես եմ sense վազվզում։ Քննիչ։ Մի խոսքով ասկանը սիրելի ժողովուրդ, լավ մնացեք։ Նորից եմ ասում, այս ձեր ուժնա, որ ինձ sense ուժ տանի։ Առավոտից երեկոն հեռախոսս էլ նամակագրություններ, էլ զանգեր, Արման ջան, ինչ անենք, ոնց անենք, որը ոնց անենք, ինչ անենք, ոնց անենք։ Աղբեր ջան, այդ խիչ են ոչ մի բան անում։ Ես ուզում եմ օրենքով ապրեմ, ուզում եմ մենք օրենքով ապրենք։ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։
Հիմա դուք ապացուցեք, որ դուք օրենքի երկիր եք ստեղծում։ Ասում եք ապագա կա, ապագա։ Ուր է ապագա կա։ Հիմա դուք հակառակն եք ապացուցում։ Հենց կոնկրետ իմ դեպքով։ Այսինքն ինձ հիմա բոլոր տեղերում ասում եք, որ դու փաստորեն սխալ ես արել, որ հեղափոխության ժամանակ պայքարել ես կամ դուրս ես եկել կամ սենց կամ այնպես։ Կամ այսքան տարի դու ոչ մի բան չես խոսացել, չես ասել, չես եկել։ Հիմա ես ինձ չի իմ թեման եմ միայն շահարկում։ Պալուբումը մեկը մի ժամ ես կողմ, մի ժամ են կողմ, իմանալու է, իմացվելու է ամեն ինչ ջրի երեսը դուրս գալու։ Բայց սա շատ կասկածելի տարօրինակ, ուրեմն կեցվածք ու պահվածք առասարակ բոլորի կողմից իմ անձնանատականություն ուրեմն նկատման։ Անհասկանալի։ Մի խոսքով այսօր այսքանը, սիրելի ժողովուրդ, սիրում եմ բոլորիդ, հարգում եմ, շնորհակալ եմ ձեր բոլորիդ աջակցության համար։ Ես ուժեղ եմ ձեզանով, ես ձեր ցավը տանեմ։ Վաղը նորից հանդիպենք, միշտ հանդիպենք։